Գեղեցիկի, սիրո եւ արցախյան բարբարի պակաս այսօր առավոտյան չի լինելու, որովհետեւ սորտաղավարում էլի խոսելու ենք շատ կարեւոր թեմաների մասին, վերհամադրվում է պատասխանատու եւ արժեքավոր աշխատանքի հետ եւ այդ ամեն ինչը մեզ սոր ներկայացնելու է Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող եւ ինֆորմացիոն հատվածի պատասխանատու Իրինա Հայրապետյանը։ Իրինա, բարլույս։ Աշխոտ բարև, շատ ուրախ եմ քեզ տեսնում, որովհետև մեր բնական միջավայրից կտրվելուց հետո շատ խրեգային վեր մեր հին ու ծանոթ բարեկամներին, ընկերներին պտահում են։ Գործընկերներին նաև ես ուղղակի ընկեր եմ, ասալ ավելի ջերմ։ Շատ ուրախ եմ վեր առիթներ ստեղծվում մեր բարբառով խոսելի եւ մեր ծանոթներին հանդիպելի։ Ապրիս նմանապես ու սոր իհարկե ես քեզ հետ հենց դրա մտածելիս է առանձին հաղորդման շրջանակներում քեզ անդրադառնանք որպես Իրինա Հայրապետյան, թե Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնի գործունեությանը անդրադառնանք, բայց սոր ուզում առիթ ստեղծենք կենտրոնի կատարված աշխատանքների մասին միասին խոսենք, հետո էլի անպայման առիթ կունենական քեզ հետ նաև խոսելի քո մասին անպայման սիրով։ Դե տարեն եզրափակում ենք եւ արդեն 2 տարվա պատմություն ունե, ճանապարհ ունե անցկացած, բայց այս ճանապարհ ու պատմությունը ինձ թվում է հարաբերական է մի քիչ, որովհետեւ այդ ճանապարհը տարիների ու դարերի է, որտեղ մենք խոսում ենք մշակույթ ասվածի մասին։ Մանավանդ վեր կենտրոնին այդ գործերում ընդգրկված են նաև այն համույթները հուվեր էլի տարիներ շարունակ Արցախում գործը նրանցտեղ սոր ուղղակի կենտրոնը հնարավորություն է վեր նորից համախմբե մշակույթի ներկայացուցիչներին եւ առիթ ստեղծի, որպեսզի իրանք ինքնադրսևորվին։ Հնարավորինս փորձենք միասին անդրադառնանք այդ կատարված աշխատանքներին։ Նախ սկսեմ նրանով ոնց է ստեղծվել այդ կազմակերպությունը, տեղահանությունից հետո վեր հասկացանք, վեր մխելապեն արդեն իսկ կուրսրալանք, կենտրոնը ստեղծվալա, որպեսզի կարողանա գոնե պահե այն, ինչը կրեցանք փրկինք Արցախից, դա այն մշակութային կոլեկտիվներն է, վերը այդ պահի դրությամբ պահպանված այլել եւ փաստացի մարդիկ փրկվալան, մարդիկ կրողն են այդ մշակույթի եւ փորձանք պահենք այդ մշակութային կոլեկտիվները։ Ես կազմակերպությանը միացա մի քիչ ավելի ուշ, բայց կազմակերպությունը հենց տեղահանությունից մի ամիս անց նոյեմբերում արդեն ստեղծվալա, ձևավորվալա եւ պետսվալա։ Այդ ընթացքում կազմակերպությանը անդամագրվալա 10-ից ավելի մշակութային համույթներ եւ իրոք այս 2 տարվա ընթացքում Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն հասարակական կազմակերպությունը բոլոր հնարավոր ձևերը, բոլոր հնարավոր ռեսուրսները կիրառալա, որպեսզի կարե այդ մշակութային համույթները պահե։ Այս ընթացքում իլալա եւ դրական եւ բացասական կետեր, մեր առաջին ամենամած միջոցառումը իլալա դեկտեմբերի 10-ին տեղահանությունից հետո ստեղծվալա 23 թվականի դեկտեմբերի 10-ին մենք կանք բարեգործական համերգն կազմակերպվել, այդ համերգում առաջինը փորձանք նահաշտանք այն ամենը, ինչը ունենք Արցախյան ոչ նյութական ժառանգությունից, մեր մշակութային համույթներն, կոլեկտիվներն, ընդ որում եւ պետական կարգավիճակ ունեցող եւ ոչ միայն, նաեւ անհատ կատարողների մասնակցությամբ այլել այդ համերգը։ Ու դա առաջին մասշտաբային միջոցառումն է։ Ամենամեծ միջոցառումն է այլել։ Հա, այդտեղ ներկայացրալ ենք այն ինչ ունենք եւ ակնկալալ ենք, քանի որ ինքը բարեգործական այլել, վեր այդ ֆինանսական միջոցներով կկարողանանք պահենք այդ մշակութային կոլեկտիվների հետագա գործունեությունը, բայց հասկացանք վեր այդ ֆինանսները շատ չնչին է, որպեսզի այդքան մեծ մասշտաբային աշխատանք տանենք ու 2024 թվականի արդեն սկզբին կազմակերպվալա հեռուստամարաթոն, փրկենք վաղվա համար խորագիրն էլա կրելիս այդ հեռուստամարաթոնը եւ այդ ընթացքում արդեն դրամահավաքներին միացալան լիքը անհատներ, տարբեր կազմակերպություններ ու հենց այդ ընթացքում Հայաստան համահայկական հիմնադրամի հենց ամերիկյան գրասենյակը հանձնարարավ ֆինանսավորը Արցախի պարիպետական համույթի տարեկան գործունեությունը եւ շատ ուրախալի լուր է, վեր 2-րդ տարին էլա ֆինանսավորը ու էսա 3-րդ տարին էլա ֆինանսավորելու, դա մեզ շատ կարեւոր է, որովհետեւ այս պահի դրությամբ մեր միակ համույթն է, վերը ունե այս պահի դրությամբ կանոնավոր ֆինանսավորում։ Եվ այս ընթացքում մազ միացած մշակութային կոլեկտիվները բոլորը չենք կրեցալ պահինք, որոշները ցավոք սրտի
լուծարվալն, որովհետև ստեղծված իրավիճակում այս ֆինանսական բեռը հաշվի առնելով այդ կենցաղային խնդիրների ֆոնին մարդիկ կարում չեն ամեն ինչ թողին եւ ուղղակի հասարակական հիմունքներով շարունակին համույթում մնալը։ Իսկ այդ մարդիկ ու վեր կարում են շարունակին մնան այդ մարդկանցների դուք ամենօրյա շփումների մեջը այդ մարդկանցների հետ նաև այդ գործից դուրս նաև շփումներն, զրույցներն, հանդիպումներն, քննարկումներ այնում տարբեր այդ մարդկանց ըստ որպես հիմա ներկայացուցիչ լի կենտրոնի կազմակերպության ըստ քեզ ինչա ավելի շատ տամ կենտրոնը կոնկրետ ոչ միայն մշակութային ժառանգության ոչ մշակութային ժառանգության պահպանման մասով այլ զուտ Արցախցու որպես մարդի հոգեբանական առումով ինչ աջակցություն է նաև ցուցաբերում մարդուն։ Նախ ամենաառաջինը այն վեր միջավայրը ինչ վերջափավ այդ մարդիկ փորձում են պահին համույթների ներսում, որովհետև իրանք պրոստը չեն ընտրալ այդ մասնագիտությունը, այդ աշխատանքը, որովհետև իրանք հասկացան վեր այդ մշակույթի կրողն են իրանք եւ սորել շարունակում են տա անին, արհամարելով բոլոր այդ ֆինանսական, սոցիալական բոլոր խնդիրները եւ այս ընթացքում այդ մարդիկ համույթի ամբողջական համույթ որպես համույթ ներկայանում են տարբեր միջոցառումների ներկայացնում են իրանց երաժշտությունը, երգերը, հենց արցախյան երգն ու երաժշտությունը եւ իդեպ նաեւ ստեղասին վեր համայնքային միջոցառումներում շատ մեծ ակտիվություն ունի հենց մեր կազմակերպությանը անդամագրվող համույթները, որովհետև եթե փորձենք օրինակ վիճակագրություն ստի ներկայացնենք շատ կոպիտ հաշվարկներով Հայաստանի պետական կարգավիճակ ունեցող համույթները շատ ավելի պասիվ են համայնքային միջոցառումներում, քան հենց մեր փոքրիկ ՀԿ-ն, որովհետև այս ընթացքում տարբեր փառատոների ինք փորձար մասնակցենք, որովհետև արցախյան կոլորիտը հենց շատ լավ նայվում է եւ շատ լավ հաղորդվում է այդ փառատոների ժամանակ ու այսինքն վեր քանի որ արցախցիները տեղահանված արցախցիները սոր կոնկրետ մինտեղ չեն կենտրոնացած այլ տարբեր համայնքներում ծրված են շատ մեծ աջակցություն են ստանում իրանցից վերմունք քինամնք հենց համայնքում ընդ որում նաև ծայրամասային համայնքներում սահմանամերձ համայնքներում ելույթների ժամանակ համերգների ժամանակ մսմուտի կանում են աջակցության խոսքեր են իրանք ասում են վեր իրանք մենակ չեն իրանք զգում վեր տեսնում են վեր նաև հենց արցախյան մշակույթի կրող մարդիկ եկան հսալ իրանք համայնքն են Իրանց տոնն են հիշում, զրույցն անում եւ ստի հոգեբանական առումով բավարարվածության դրական զգացմունքներ են ստանում։ Այո, հունց է այս հաղորդման շրջանակում ու տեսանք եւ բարբառով ենք խոսում, նույնն էլ իրանք միջավայր են ստեղծում, շատ լրացուցիչ առիթներ են ստեղծվում, որպեսզի այդ միջավայրը ապահովին ու իրանց բարբառով խոսի։ Շատ լավ։ Իրինա, եթե մենք այդ ծրագրերը ընդհանրական ասեցիր տարբեր ծրագրեր, տարբեր ուղղություններով եւ այլն, բայց ամենաակնառուներից եթե խոսենք, լի ամենա աչք ծակողից, ամենամասշտաբայինից, միգուցե հիմա մի քիչ դժվար կլինի տարանջատել մեկը մյուսից, որովհետև փոքրն ու մեծը այս դեպքում կարևոր չի, որովհետև կարևորը գաղափարն է առաջին հերթին վերը դուք կատարում եք, բայց ամենամասշտաբայինը վերը կառանձնացնենք մենք։ Այս երկու տարվա ընթացքում իրականում փոքրիկ ՀԿ-ի հետի մասշտաբային շատ միջոցառումներ է իրականացվել, առաջինը մենք կանքնա, դա արդեն ասեցի, հետո հեռուստամարաթոնն է, կոնկրետ այս տարին 2025 թվականին մեր ռազմավարության մեջ դիրեց այլալ վերմունք նաև դրսում մարդկանց հասանելի դարձնենք արցախյան մշակույթին եւ այս ընթացքում կազմակերպալանք երկու հյուրախաղեր առաջինը Միացյալ Նահանգներում մայիս ամսին համահայկական հիմնադրամի ԱՄՆ-ի գրասենյակի 30-ամյակի կապակցությամբ հենց գրասենյակը հրավիրել է Արցախի բարիպետական համույթին մասնակցել յուրան համերգին վերը տեղի ունեցել Լոս Անջելեսի Գլենդելի Ալեքս թատրոնում իդեպ շատ հայեր են իլել մասնակիցները եւ այդ ամեն ինչը ոնց է մտնոլորտ է դեղ արդեն Ամերիկայում վեր Արցախից տեղահանված արտիստներն են ելել բեմում այդ մտնոլորտը ոնց է լալ Այդ մտնոլորտը շատ ջերմ է, չափազանց ջերմ է, որովհետև մենք փորձանք ֆիքսինք նաև հանդիսատեսի արձագանքը եւ պատկերացրեցիք տեղահանությունից հետո իրանք ականատես ինին Արցախյան մշակույթին վերը նախադեպային է փաստորեն իլը։ Հա
վերը նախադեպային փաստորեն իլել տայուրանց հետի շատ մծ ըստի ասած հնարավորություն է իլել նաև համերգից հետո մխելա խոսակցություններ ունեցալ այդ հանդիսատեսի հետ նաև արցախյան կազմակերպություններ վերը ձևավորվել է հենց տեղահանությունից հետո ամերիկայում հրավիրալն լիքը հեռանկարային ծրագրեր է քննարկվել իսկ բարիպետականի խոխորձը հետի տահունցալ այլ ոգևորվածություն այլ իրանց մեջ շատ մեծ ոգևորվածություն այլ որովհետև իրանք նոր միջավայրում են հայտնվել եւ բնականաբար նոր միջավայրը նաեւ նոր մշակույթ է եւ քանի որ դու մշակույթ կրող անձնավորությունը սկզբի միշտ հետաքրքիր է այնում ուրիշ երկրների մշակույթը եւ դա հարստացնում է քու աշխարհայացքդ առհասարակ շատ մեծ փորձառություն այլ դրանից հետո հուլիս օգոստոս ամիսներին առաջարկ ստացալ մասնակցենք Իտալիայում կազմակերպված փառատոնին, փառատոնը կազմակերպվել է COF-ի Իտալիայի գրասենյակի կողմից, վերը իդեպ այդ ամբողջ փառատոնների շարքը կազմակերպվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործընկերությամբ եւ ինքը հիմնված էր հենց մշակութային փոխանակման, մշակութային երկխոսության այդ առանցքների կենտրոնացած են հենց այդ առանցքներում եւ մունք շատ լավ մի հատ դրվագ կար իմ դղա ներկայացին վեր Մարտինիկայի խումբը տեսնալա վեր պատկերացրեցին ինչքան է հեռու իրանց այդ բնակավայրը տարածաշրջանը եւ իրանք ականատեսնել մեր մշակութային ելույթներին ու այդ ելևեջները այդ հնչյունները տարվելով միանգամից իրանք միած համապատրաստից միացալան մեր երաժիշտների կատարմանը եւ համատեղ շատ հետաքրքիր ելույթ հաստատվել ու նաև ոզում այսին վեր այդ մշակութային միջոցառումները ոչ մենակ սահմանափակվում չեն հենց բեմում ելույթներով, այլ նաև հնարավորություն տամ հենց այդ մարդկանց հետ շփվից, որովհետև մշակույթը մենակ երգն ու երաժշտությունը չի, մշակույթը հենց այդ մշակույթը կրող մարդկանց հետ նաև փոխհարաբերություններն է ու այդ կապերը վերը հետագայում պահվում է, վերը հետագայում ավելի է զարգանում ու խորանում, նաև դա է շատ արժեքավոր մզեդի Շատ լավ, այսինքն մունք տարին ամփոփելով հասկանում ենք վեր ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում, այլ նաև արտերկրում հանդիպումներ, համերգային ծրագրեր շատ ակտիվ տարի ունեցավ եւ մյուս տարին պիտի ավելի ակտիվ լինի, այսինքն ամեն տարի պիտի մի քիչ առաջ գնանք, չէ՞։ Իրականում հենց դիել նախատեսում ենք, հենց տարեսկզբին հունվարում է, նախատեսում է շատ մեծ մշակութային միջոցառում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրի մեծ դահլիճում Տեղ ներկայացվելու է մեր բոլոր համույթները, այս պահին գործող, ինքը մեծ միջոցառումն է, վերը կազմված է երկու մասից, առաջինը ցուցահանդեսն է լինելու, այստեղ մասնակցություն ունենալու մի շարք խմբեր, Արցախի խմբեր, ներկայացվելու Արցախի նկարիչների միությունը, հա, ճիշտ ասեցի, գրողների միությունը, Արցախյան սպորտն է ներկայացվելու առանձին տաղավարով, նաև շատ արժեքավոր տաղավար է մզետի, որովհետև տեղ ներկայացվելու է 23 թվականից հետո այս տեղահանության ընթացքում Արցախից փրկված արցախյան մշակութային նյութական ժառանգության նմուշները վերը այս երկու տարվա ընթացքում որևէ տեղ դեռ ցուցադրված չի եւ շատերը մտածում են որ կարող է այդ մի քանի փոքրիկ նմուշները փրկվել չի, բայց ուրախությամբ նշում ենք որ որոշ բաներ կարողացանք տյուսոնինգ եւ այդ օրը հենց ներկայացվելու է շատ լավ նախաձեռնությամբ նաեւ այս միջոցառմանը ներկայանալու Թումոն վերը ինքը շատ հետաքրքիր պրոյեկտ արալ դրի դիագնոզների միջոցով մենք կարողանալու ենք քայլինգ արցախյան որոշ վանական համալիրների տարածքներով եւ մզգանք հենց տեղ մտածում վեր շատ մարդկանց սա հետաքրքրելու է եւ բոլորին այս միջոցառմանը սպասանք որովհետեւ սա մի փոքրիկ ծիլի պարտացիա նման պենային են վերմուք տեղափոխվելու ենք Արցախ վերի հնարավորություն սոր օնինք վեճ բայց գոնե վիրտուալ գոնե այդ մշակույթի միջոցով գոնե հնչյունների մարդկանց կատարումների միջոցով փորձելու ենք այդ մթնոլորտը ստեղծենք վեր մարդիկ իրանց Արցախում դա 2026 թվականի հունվարին նախատեսվում այսինքն մենք հետևենք կենտրոնի հայտարարություններին որպեսզի բաց չթողնենք այդ հնարավորությունը մանավանդ եթե մարզահամերգային համալիրում է տեղի ունենալու ես ենթադրում վեր հոսքը նախատեսում ա վեր շատ մծանական այսինքն այս դեպքում հանդիսատեսի եւ մասնակիցների շարքերում ոչ միայն Արցախից տեղահանվածներ կլինեն այլ նաեւ բոլորի համար է լինելու դռները բաց Արցախյան մշակույթով եւ առհասարակ Արցախով հետաքրքրված բոլորի համար է լինելու ու կոչ ենք անում
ցանկանում վեր տոմսերը սկսին գները շատ շուտ, որպեսզի կարողանան իրանց կարևոր տեղը զբաղեցնեն այնտեղ։ Հա, իհարկե, որտեղ պահանջարկը վստահաբար մածանական, նո այս դեպքում բնականաբար ծեր բաժնի աշխատանքն է, այսինքն ավելի մանրամասն եւ լայն ներկայացնելու դեպքում տրամաբանական է վեր պահանջարկը շատ մածանական, հաջողություններում ցանկանում եւ ապագայում կան էլի ինչ-որ բաներ վերի մասին կարինք ասած խոսինք ծրագրային նախատեսված թե այս պայն ինչքան ուժ կա կենտրոնացված է այդ հունվարի միջոցառմանը։ Քանի որ առաջ կա շատ մծ մասշտաբային միջոցառմը է, այս պահին մեր բոլոր ռեսուրսները կենտրոնացում ենք այդ ուղղությամբ, բայց առաջիկայում նաև ունենալու ենք նախատեսում ենք հյուրախաղեր, որովհետև հասկացալ ենք վեր, քանի որ հայերը հիմա սփռված են սաղ աշխարհով, այդ թվում նաև Արցախահայերը վերջին իրադարձություններից հետո մենք փորձելու ենք ամեն ինչ անենք վեր այդ մշակույթը մշակույթի սփռումը տարածումը սահմանափակվի ոչ մենակ Հայաստանի տարածքով։ Ավելի լայն սահմաններում կարողանանք ներկայացնենք մաս։ Շնորհակալություն ձեր գործերին հաջողություններ ենք ցանկանում եւ իհարկե շատ ողջևորիչ է, ինչպես նաեւ ողջունելի է վեր կա նման կենտրոն, կառույց, այստեղ վեր մեր մշակույթի գործիչները հնարավորություն ունին համախմբվելու եւ միասին ձեռքի տված շարունակին ապրեցնին այն մշակութային լավագույն ավանդույթները վեր Արցախում նրանք տարիներ շարունակ պահալ, ցերկ բերալ ու կայացալ նաեւ այդ ուղղությամբ։ Շնորհակալություն Աշոտ, շնորհակալություն նաև նրա համար բարբերաբար անդրադառնում եք այս կարևոր թեմին։ Ու անդրադառնալու ոնք դուք մզանատի հիշ չփրկնական։ Եվ ծո սպասել ոնք մեր մած միջոցառմանը։ Անպայման շնորհակալություն։ Դեր բարեկամներ տաղավարում սոր հյուրելել Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող եւ ինֆորմացիոն հատվածի պատասխանատու Իրինա Հայրապետյանը ամփոփալ ենք աշխատանքները այս ընթացքում կենտրոնի կողմից կատարված եւ անհամբեր սպասում ենք 2026 թվականի տարեսկզբին կայանալիք այդ մասշտաբային միջոցառմանը։ Բարլույթ Հայաստան։